Շարունակում ենք ուրիշ նորությունները եւ ինչպես հաղորդման սկզբում նշեցի, մենք ունենք շատ հետաքրքիր հյուր, իսկապես մասնագետ, ում ամեն օր չես հանդիպում, ավելին տարին մեկ անգամ գուցե ստեղծվի առիթ, որովհետեւ օրեր առաջ նշեցինք մայրենի լեզվի օրը, իսկ մենք այսօր անդրադառնում ենք շատ կարևոր թեմայի, խոսքը, ինչպես հասկացաք, հայերեն լեզվի մասին է, լեզվական ինքնության եւ լեզվի փոփոխության մասին ենք խոսելու, ինչ վիճակում է այսօր հայերենը, ինչ վիճակում են մեր բարբառները եւ այս ամենը մասնագետի հետ մեր տաղավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, բարբառագետ Հայկանուշ Մեսրոպյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Տիկին Մեսրոպյան հրավերն ընդունելու համար, իսկապես ես պետք է խոստովանեմ, որ նման մասնագետի ոչ միայն հայերենի, այլև բարբառների երևի թե առաջին անգամ ենք հյուրընկալում։ Ուստի հարցերը շատ են։ Ես եմ շնորհակալ ինձ նման առիթ ընձեռելու համար։ Սիրով։ Հաճախ բարբառները դիտարկվում են որպես գուցե եթե սխալվեմ ինձ կուղեք գավառական կամ անցյալում մնացած շերտ, երբ ասում ենք բարբառ։ Գիտական տեսանկյունից որքանով է արդարացված բարբառների պահպանումը 21-րդ դարում։ Արդյոք դրանք դրական ներգործություն ունեն մեր գրական լեզվի գոյատևման մեջ։ Մի առիթով ես ասել եմ, որ բարբառը մաքուր ջուրն է, որը բխում է լեռան լանջից։ Այդ ջուրը հետո աստիճանաբար խողովակներով, տեխնիկայի միջոցով հասնում է մեր խոհանոց եւ մենք օգտվում ենք այդ ջրից։ Հիմա ասել, թե որն է նախընտրելի, որն է գեղեցիկ, կլինի սխալ, որովհետև անապական մաքուր ջուրը բնականն է, որը տրվում է մեզ ի վերուստ եւ դա կարելի է կոչել աստվածային շնորհ։ Բարբառը տարածքային տարբերակ է, լեզվի տարածքային տարբերակ, որը տրվում է անհատին անմիջականորեն։ Հետագայում այդ բարբառը մենք կրթության, դպրոցի, մանկապարտեզի շնորհիվ կատարելագործում ենք եւ բարելավում ենք։ Դա գրական լեզվի մշակված ձևն է։ Սովորաբար մարդիկ իրենց ընտանիքներում, իրենց բնակավայրերում բնականաբար խոսում են բարբառով։ Հենց մայրենի լեզու ասել է թե բարբառ։ Հենց բարբառը անհատի մայրենի լեզուն է։ Եվ այն անձը, որը իր բնակավայրով պայմանավորված հեռացել է իր մայրենի բարբառից եւ մեծ բնակավայրում խոսում է ժողովրդախոսակցական հայերենով, նա փաստորեն ինչ որ տեղ տուժել է եւ զրկվել է մայրենի բառու բանից, մայրենի լեզվից։ Մենք գիտենք մայրենի լեզուն որքան գեղեցիկ բնորոշումներ ունի մեր մեծերի, մեր գրողների, մեր բանաստեղծների կողմից։ Բոլորն էլ այդ մասին լավ գիտեն, բայց մայրենի լեզուն, օրինակ ինձ համար, իմ մանկությունն է։ Մայրենի լեզուն իմ հարազատ մուշի բարբառն է, որով ես առաջին անգամ սկսել եմ խոսել, որովհետև երջանկություն եմ ունեցել ընտանիքում ունենալ պապ, պապս ծնվել էր 1890 թվականին, խոսում էր մուշի բարբառով եւ ընտանիքում ես առաջինը հաղորդակցվել եմ պապիս հետ եւ խոսել եմ մուշի բարբառով։ Ներողություն, իսկ այսօր որևէ մարզում նմանը կամ մոտը մուշի բարբառին պահպանվել է։ Այո, ինչ խոսք։ Որն է դա։ Մուշի բարբառակիրներ ապրում են Ապարանի շրջանի գյուղերում,
օրինակ մեկը իմ հայրական Մելիք գյուղում Մուշի բարբարով խոսում են Մարտունու շրջանի գյուղերում այդ ամենը գործում է բարբարները չեն մահացել եղել է կարծիք որ բարբարները կմահանան ժամանակի ընթացքում բայց այդպես չէ լեզվական տարածքային տարբերակ է եւ հնարավոր չի որ բարբարը վերանա բարբարը վերանում է տարբեր պատճառներով ասենք հայրենիքը բնորանը կորցնելու պատճառով որովհետեւ բարբարախոսները հայտնվում են մի այլ վայրում եւ տվյալ վայրում իրենք սկսում են հաղորդակցվել ընդհանուր բարբարով ժողովրդախոսակցական հայերենով իսկ երբ որ ասենք մի գյուղը տարածքը տեղացին տեղափոխվում եւ անմիջապես բնակություն է հաստատում իրենք նույն բնակիչները գյուղից ասենք օրինակ Սասունից եկածները իրենց Սասունի բարբարի հետ այսօր էլ ապրում են Թալինի շրջանի գյուղերում եւ խոսում են իրենց բարբարով Իսկ ասենք այնպիսի բարբարներ, որոնք մեծ արժեք են ունեցել, բայց երկիրը բնորանը կորցնելու հետևանքով նոր բնակավայրում կորցրել են այդ բարբարը։ Այդպիսի թանկագին բարբարներից է Վանի բարբարը, Բուն քաղաքի բարբարը, Սեբաստիայի բարբարը, Մալաթիայի բարբարը, Ակնի բարբարը, Չմշկածագի բարբարը եւ այլն բազմաթիվ են այդ բարբարները, որոնք նոր բնորանում չեն խոսվել։ Իսկ վանեցիները որպես քաղաքաբնակ իրենք 15 թվականից հետո ընտրել են քաղաքային բնակավայրերը, եթե իրենք ինչ որ վայրում, գյուղական բնակավայրում ապրեին, բայց Վանի ազնվականությունը ընտրել է Թիֆլիսը հիմնականում, սկզբնական շրջանում Կարսը, հետագայում Թիֆլիսը։ Այդպես նաև իրենց բարբարները կորցրել են մոքսեցիները, ոզմեցիները, որովհետև բնակություն են հաստատել Երևանում։ Մեծ քաղաքներում բարբարը աստիճանաբար Զիջում է, այո, տեղը զիջում է, բայց գյուղական բնակավայրերում պահպանվում են։ Չնայած ասենք Վան Վասպուրականի տարածքի խոսվածքներ կան, որ Հայաստանի բնակավայրերում պահպանվում են, բայց աստիճանաբար քաղաքին, մայրաքաղաքի մոտ լինելով վերանում են, օրինակ ասենք Վասպուրականի տարածքից կան աշտարակի շրջանում գյուղեր, որոնք Ձորափը օրինակ կան վասպուրականցիներ, որոնք աստիճանաբար մոռացել են իրենց բարբարը։ Տիկին Մեսրոպյան, շատ գեղեցիկ եւ պատկերավոր համեմատություն արեցիք այդ անարատ ջրի, այնուհետև խողովակների, նաեւ վստահեցնում եք, որ քանի կան այդ գավառները, մարզերը, բարբարը չի վերանա։ Բայց եթե մի քիչ ավելի իրատեսական լինենք, այսօր որևէ վտանգ սպառնում է բարբարներին եւ եթե հասկացանք, որ պահպանելը շատ կարեւոր է եւ եթե Աստված մի արասե մի օր բարբարները վերանան, կտուժի արդյոք գրական հայերենը եւ ինչ ազդեցություն կունենա դա ընդհանրապես լեզվի վրա։ Որպեսզի մեր ունկնդիրների համար Պարզ լինի, թե ինչպես բարբարը վերանալ չի կարող, ես կարող եմ օրինակ բերել Կարնո բարբարը։ Կարինը այսօր մենք չունենք, Կարինը կա իր Սանասարյան վարժարանով, այսօր էլ կա այդ վարժարանը, ես գնացել եմ Կարին քաղաք եւ տեսել եմ այդ ամենը։ Կարնեցիները մեծ մասը ապրում են Գյումրիում։ Եվ օրինակ ասենք որքան էլ գրական հայերենը զարգանա, հնարավոր է, որ գյումրեցին իր բարբարով չխոսի,
Հնարավոր չի։ Եվ բարբարի համար կարևոր է հատկապես հնչյունական համակարգը, ըստիս։ Ես կարևորում եմ հնչյունական համակարգը։ Չնայած ասենք մեր բարբարագետները, Աճարյանը, Արարատ Ղարիբյանը, Ահարոն Գրիգորյանը, Գաբրիել Պատկանյանը, իրենք կարևորել են այլ հատկանիշներ, իսկ Ջահուկյանը ընտրել է, ասենք, բազմահատկանիշ դասակարգում, բայց ըստիս կարևորը հնչյունականն է, որովհետև մենք երբ որ խոսում ենք գրական հայերենով, չէ, մենք զգում ենք անհատի հարազատ բարբարային հնչյունական արտասանությունները եւ շեշտադրությունը։ Հիմա ես որքան էլ խոսքս հսկում եմ, խոսում եմ գրական հայերենով, բայց վստահ եմ, որ ես նաեւ շեշտադրության սխալներ եմ անում, բառի շեշտադրության։ Իսկ ո՞րն է ձեր բարբառը։ Ես մեծացել եմ լոռու խոսվածքի միջավայրում, Կիրովական ասեմ էլի, ես սովորեմ այդ տեղանվանը։ Ես մեծացել եմ Կիրովականում, կրթությունը ստացել եմ այդտեղ եւ լոռու խոսվածքի միջավայրում ես ստացել եմ հնչյունական համակարգ եւ շեշտադրություն, որը իդեպ գրափարից եկող շեշտադրությունն է։ Տեսեք, ես հիմա արտասանեցի, ես ինքս էլ զգացի, որ փոխանակ ասեմ գրափարից եկած ասացի գրափարից եկած, իսկ սա գալիս է հին հայերենից, հնդեվրոպական նախալեզվից, երբ որ շեշտը վերջի բանկում չէր ընկնում, տեսեք բարբառը պահպանել է այս շեշտադրությունը և հնչյունական համակարգը, և երբ որ Գյումրեցին Կարնո բարբարի ներկայացուցիչը որքան էլ չգնի գրական հայերեն խոսել, չնայած իրենց մոտ շատ լավ է ստացվում այդ օժանդակ էի հանգամանքը շատ բնական եւ գեղեցիկ է ստացվում։ Նույնը գյումրեցիների մոտ։ Այո, իրենց Կարնո բարբարով են խոսում եւ այդ այն շատ հստակ իրենց մոտ արտահայտվում է, բայց հենց իրենք այսպես ասած խոսակցական հայերենով ասած, երբ իրենց բերանը բացում են, մենք անմիջապես ասում ենք, որ ինքը Շիրակի տարածքի բնակիչ է։ Ինչու՞, որովհետև իրենց հնչյունական համակարգը քառաշարք է, այսինքն գրական հայերենը մենք ունենք եռաշարք բաղաձայնական համակարգ, ԲՊՓ, ԳԿՔ, ԴՏՏ, ՁԾՑ, ՋՃՉ։ Այդ եռաշարք բաղաձայնական համակարգը գյումրեցիների մոտ ոչ թե եռաշարք է, այլ քառաշարք է։ Իրենք ունեն նաև շնչեղ ձայներներ, այսինքն ԲԳԴՁՋ-ի դիմաց իրենք ունեն շնչեղ բ, գ, դ, իրենք շատ լավ արտասանում են, որ որքան էլ իրենք գրական խոսնեն, միևնույն է այդ հնչյունական համակարգը արտահայտվելու է եւ իրենք չեն կարող դա փոխել։ Բառերը կարող են փոխել բառապաշարը նույնիսկ, տեսեք գյումրեցիները երբեմն օժանդակ բայի փոխարեն ասում են որը իրենց բոլորովին չի սազում, չի վայելում, իրենց խոսքը աղճատում է։ Օրինակ սա արդեն գրական հայերենի միաձուլումն է, հա, այդպես միախառնվում են։ Դա արհեստական ներմուծում է, ըստիս երևում է, որ ասենք եթե ես հիմա օրինակ գործածեմ օժանդակ բայ, իմ խոսքի մեջ շատ բնական է ստացվում, որովհետև ես մեծացել եմ լոռու լեզվական միջավայրում, լոռու խոսվածքի միջավայրում, արարատյան բարբառի։ Հիմա բնականաբար այս իրադրական վիճակով պայմանավորված պաշտոնական ոչ է, չէ, ես իրավունք չունեմ օժանդակ բայ հիմա գործածեմ, քանի որ այս իրադրությունը, այս վիճակը պահանջում է գրական հայերենի նորմերը չխախտել եւ ինձնից փաստորեն ճիգ է պահանջվում, ես խոսքս հսկում եմ, որպեսզի չասեմ օժանդակ բայ։ Երբ որ այս իրադրական վիճակից դուրս կգամ, ես կարող եմ ազատորեն գործածել այն խոսվածքը, որը որ ես
ասենք իմ լեզվական միջավայրում սովորել եմ։ Իսկ ես ինչի համար եմ կարևորում հնչյունականը, որովհետև հնչյունական համակարգը պայմանավորված է մեր լեզվա մտածողությամբ, մեր արտասանական ապարատով, գենետիկորեն մեզ տրված է այդ հնչյունական համակարգը, որը նաև դա մեր մայրենի լեզվի առանձնահատկությունն է։ Ճիշտն ասած, ես այս առիթով ուզում էի նաև մեջ բերել մայրենի լեզվի մասին Գրիգոր Արծրունու արտահայտությունը եւ առաջարկած տեսակետը, որ ինքը նշում է, որ մայրենի լեզուն, նաև այդ հնչյունական համակարգը, բարբառային հայերենը կապ ունի մարդու գենետիկայի կենսաբանական առանձնահատկությունների հետ։ Ասեմ ձեզ, որ սա լեզվաբանության մեջ հայտնի է որպես ռյուսակա ցունոդայի տեսություն, որը Հարվարդի համալսարանի ճապոնացի պրոֆեսոր էր, եւ ինչն է ինձ համար տխուր այս իր հարցում, որտեղ լեզվաբանները աշխարհ այդ տեսակետը, այսինքն մարդու խոսքի, մարդու հնչյունականի, մարդու բարբառի մայրենի լեզվի կապը իր գենետիկայի, գենետիկական առանձնահատկությունների հետ դիտարկում են, ասում են ցունոդայի լեզվական տեսություն, բայց ցունոդայից 50 տարի առաջ այդ ամենը ամենայն մանրամասնությամբ եւ նույնությամբ ասել է Գրիգոր Արծրունին, որը ծագումով վանեցի էր եւ ինքը մեծացել է ռուսական միջավայրում, ցարական միջավայրում եւ նրա սկզբնական ժամանակաշրջանում խոսել է ռուսերեն։ Բնականաբար իրեն տրվել է ռուսերենը, բայց ինքը տեսեք գենետիկորեն իրեն հարազատ չի զգացել այդ լեզվական իրողության հետ, չի հաշտվել եւ հետագայում, երբ որ 12 տարեկանում առաջացած տարիքում ինքը սկսել է սովորել հայերեն եւ ինքը իրեն հայտնաբերել է, տեսել է, որ այսպես ասած ինքը գտել է իրեն հոգեբանորեն զգացել է իրեն լրիվ ուրիշ լեզվական իրողության դրսևորման մեջ, այսինքն մարդը գտել է ինքը իրեն։ Այնպես է գտել, որ հետո նորից գնացել է անգամ Մխիթարյանների, Վենետիկի Մխիթարյանների մոտ շարունակելու իր լեզուն։ Եվ փաստորեն տեսեք ցունոդայի, ոչ թե դա ցունոդայի տեսություններ, այլ այո, մեր հայրենակից Արծրունու տեսությունն է։ Ցավոք մենք մեր ազգին բնորոշ է մեր ունեցածը չարժևորել, հետո իմանալու դեպքում էլ շատ անգամ ուշ է լինում կամ դարձյալ ուշադիր չենք լինում մեր ժառանգության հանդեպ։ Տիկին Մեսրոպյան, ուզում եմ նաև խոսենք այն հայերենի մասին, որով խոսում են մեր սփյուռքահայ հարազատները եւ դա բնավ բարբառ չէ, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում, եթե մենք անգամ չենք տիրապետում այդ խոսելավոճին, գիտենք, որ այս մարդը պարսկահայ է, սա Ամերիկա բնակ է, այդտեղ էլ հայերենը տարբերվում է եւ նաեւ տարբերվում է գրելաձևը։ Որքան գիտեմ, նաեւ միշտ տևական եւ չլուծված թեմա է ընդհանուր գրելավոճը։ Ինչ կասեք այդ մասին, երբևէ կլինի, որ բոլոր հայերը նույն ձևով, նույն կերպով գրեն մեկ հայերենով, թե այդպես պետք է լինի։ Մենք մինչև 1924 թվականը գրել ենք ճիշտ այդ ուղղագրությամբ, որով այսօր գրում են արևմտահայերը եւ պարսկահայերը։ Խորհրդային Հայաստանի գոյությամբ պայմանավորված մեզ պարտադրվել է այս ուղղագրությունը, որով մենք հիմա գրում ենք, որը գենետիկորեն կապված չէ ոչ մեր լեզվամտածողության, ոչ էլ մեր գիտելիքների, ոչ էլ մեր ուղեղի կազմության հետ։ Նույնիսկ վերջին 100 տարիների ընթացքում
չենք Չէ, դա վարժվել այդ։ արհեստական պատվաստ է։ Տեսեք, պատկերացրեք մի այսպիսի ճանապարհ, որը 5-րդ դարից Մաշտոցից ավանդված գալիս է, չէ, մինչև այսօր 21-րդ տարի, տեսեք, այս փետրվարի այս օրը կան հայեր, որոնք հարազատ են մնացել Մաշտոցյան ավանդական մեր գրությանը, որը դարերի ընթացքում շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել, քիչ գրավորը, գրելաձևը, եւ օրինակ ասենք մեր շատ հարգարժան լեզվաբաններից Հրանտ Պետրոսյանը իր հայերենագիտական բառարանում ասում է. առաջադեմ զարգացած ժողովուրդները աշխատում են իրենց ուղղագրության մեջ փոփոխություններ չկատարել։ Հարազատ են մնում իրենց ավանդված ուղղագրությանը, բայց մենք 1924 թվականից դե պատկերացրեք գրաֆիկով դարերից եկ գալիս է այդ ուղղագրությունը, Պարսկահայը այսօր ճիշտ է գրում, որովհետև այդ ուղղագրությամբ հստակ հասկանալի է, երևում է բառը, դա մի քիչ որ գրեք ծանոթանալ, կտեսնեք, որ ինչպես մայրենի լեզուն, դա էլ կա մեր գենի մեջ։ Իսկ ասենք այդ 24 թվականին այդ ուղղագրությունը ամենայն հարգանքով Մանուկ Աբեղյանի գիտելիքի, նրա հմտությունների վրա, ասենք ամենայն հարգանք ունեմ Մանուկ Աբեղյանի հանդեպ, Մանուկ Աբեղյանը իր սկզբնական գրածներն էլ ճիշտ ավանդական ուղղագրությամբ է գրել, օրինակ գրի է առել Դավիթ եւ Մհեր էպոսի պատումը Մոքսի բարբառով եւ գրել է դասական ուղղագրությամբ, բայց ժամանակները պարտադրել են ոչ միայն դա փոխել այլև շատ բաներ, մենք ժամանակին դաստիարակված ենք եղել Լենին պապիկով, չէ, եւ երբեք ասենք այսօր չէինք մտածի, որ Լենին պապիկը մեր մտածողության մեջ կընկնի այսօրը, չէ, ինչպես որ հիմա ես անցալում եմ Լենին պապիկին, բայց ամբողջ կյանքում այլ կերպ եմ անցալել։ Հիմա այս ուղղագրությունը չէր կարող ինչ որ մեկը չփոխել, պարտադրվել է, պետք է անեին եւ սկզբնական շրջանի մի պահ մինչեւ 36 թվականը դա շատ այլակերպված անընդունելի տհաճ իրողություն է եղել, որ ասենք մեր Այբուբենից հանված է եղել որը N նշանակում է էություն, Աստված, Էջմիածին չի եղել եւ հանված է եղել եւ on, որը չնայած միջին հայերենում վյունը դարձել էր, արտասանվել էր օի նման, բայց այնուամենայնիվ դա մեզ պետք էր։ Իսկ ասենք, երբ որ ուսումնասիրում ես այդ նոր ուղղագրությամբ հատկապես սասնածռերի պատումները, չես հասկանում, եբեր է ասում, էբեր է ասում, այնտեղ շատ առանձնահատկություններ կան, որ չի արտացոլվում։ Եվ ասենք ուղղագրության դեմ արտահայտվելը ես հասկանում եմ այդ մարդկանց, որովհետև երբ որ սովորում ես, երբ որ զգում ես, դա հնարավոր չի դա չընդունել։ Իսկ Աբեղյանը պարզապես չէր կարող։ Մենք գիտենք 37 թվին այնքան հրաշալի ներկայացուցիչներ ենք ունեցել, հեչ որ չէ յուրաքանչյուր հայ թող մտածի, որ ուր են Հովհաննես Թումանյանի 4 որդիները։ Հովհաննես Թումանյանը այսօր իր անմիջական Թումանյան ազգանունով ժառանգը չունի։ Իր 4 որդիներն էլ 37 թվին իհարկե մեկը Վանի ազատագրության պայքարում Վանի ազատագրման ժամանակ անհետ կորավ, բայց այնուամենայնիվ այնպես որ Աբեղյանի հանդեպ ամենայն հարգանքով, եթե այսօր Աբեղյանը հնարավորություն ունենար խոսելու, ինքը կասեր, որ պարտադրել են։ Այո, պետք է, ինչպես որ գրում է Պարսկահայը, ինչպես գրում է Արևմտահայը։ Բայց հիմա այլևս վերադարձ հնարավոր չէ։
մենք կգրենք այնպես, ինչպես գրում ենք հիմա։ Չէ, վերադարձը կամավոր է, օրինակ ասենք, ես իմ հոդվածները Էջմիածին ամսագրում տպագրում եմ ավանդական ուղղագրությամբ, Էջմիածին ամսագիրը չի առարկում, դա ավանդական ուղղագրությամբ է։ Մենք չենք կարող տեսեք ամեն անգամ ուղղագրություն փոխել, որովհետև լեզուն զարգանում է շատ արագ, չէ, լեզուն որպես հասարակական երևույթ անընդհատ զարգանում է, եթե ես այսօր հիմա ասեմ ով է ասում մարը դ, ոչ մեկս չենք ասում, բերեք գրենք մարդ, ինչի ենք մեզ տանջում, բերեք գրենք զարը თ, հաստատ հիմա ես գիտեմ, որ ուսուցիչները կմբոստանան, կասեմ ոնց թե գրենք զարդ, հա, ինչ է եղել, ով է ասում զարդ, մարդ, եւ ուղղագրական արժեք ունեցող բազմաթիվ բառեր, բայց դա մենք չենք կարող դա անընդհատ փոփոխել, որովհետեւ բարբառում կլինեն բարբառային հնչյուններ, որոնք պահպանում են, բարբառը պահպանում է, իսկ ինչ մնում է լեզվի հարցին, ասենք արևմտահայերենի եւ արևելահայերենի, դա պայմանավորված է մեր պատմությամբ, ամեն մի ժողովուրդ ունի մեկ գրական լեզու, բայց մեզ երկու գրական լեզու է վիճակվել, արևմտահայերենը, որը կերտվել է պոլսի բարբառի հիման վրա, եւ արևելահայերենը, որը կերտված է արարատյան բարբառի հիման վրա։ Գրական լեզուն գրողների, բանաստեղծների, գիտնականների մշակած լեզուն է, որը մենք պարտավոր ենք իմանալ, սովորել, ընդունել, բայց ուղղագրությունը կմնա ընդհանուր, ընդհանուր պիտի լիներ եւ դժվար չի, նամանավանդ ասենք, եթե գրափար սկսեն սովորել, կյուրացնեն, հետո գիտեք ինչ, երբ որ ասում կարող չէ մասսայական բնույթ կրել դե աստիճանաբար, մենք չենք կարող դա պարտադրել, բայց դժվար չի։ Այսօր ընդամենը մասնագետներ կան գրաբարի, բայց մասսայական բնույթ չի կրում։ Տիկին Մեսրոպյան, իհարկե բարբառի թեման անսպառ է եւ կարելի է մի քանի եթերաժամ նվիրել այս թեմային, բայց դուք որպես մասնագետ հետաքրքիր է ձեր կարծիքը, լեզուն կենդանի օրգանիզմ է եւ քիչ առաջ դուք էլ նշեցիք, որ նորամուծություններ են լինում, նոր բառեր են գալիս, փոխառնվում են օտար լեզուներից, այսօր այդ նման օրինակները շատ են, հատկապես համացանցային այս աշխարհում մենք շատ ենք օգտագործում like, narrative, fake, message, որը կարելի է ուղղակի ասել հաղորդագրություն, հա, կամ պատգամ տալ, բայց մենք ասում ենք message, ինչպես եք դրան վերաբերվում եւ արդյոք միշտ ինչ որտեղ միգուցե ոչ այնքան բնական ստեղծված թարգմանությունը եւ ոչ ընկալվող արդարացված է, քան այս հենց օտար բառ օգտագործելը հայերենում։ Դուք ինչի կողմնակիցն եք, որի։ Դե լեզվի բնական զարգացման հետևանք է դա, ոչ մի անհատ կոնկրետ չի կարող ուղղորդել կամ օրենքի ուժով սահմանել այդ ամենը։ Օտար բառերը միշտ էլ փոխառվել են ոչ միայն հայերենում, այլև շփվող ժողովուրդները միմյանցից վերցրել են։ Օրինակ ասենք, մենք մերը օտար բառերն ենք ճանաչում, բայց թուրքերենում շատ հայերեն բառեր կան։ Բայց ինչու այդ մասին ավելի քիչ է խոսում, քան հակառակը։ Չենք ասում, հիմա կարելի է։ Որ իրենք էլ մեզնից են փոխառել։ Դա բնական իրողություն է։ Բայց մեր լեզվամթերքում բառապաշարում շատ են, չէ՞։ Հարևան երկրի բառերը։ Չէ, այդպես թվում է, դա մենք հիմնականում մեր բարբառներում պատկերացրեք 95%-ը մեզ ավանդված հին բառերն են, գրափարից եկած, հնդեվրոպական նախալեզվից եկած բառերն են, բառապաշարն է, իսկ փոխառությունները բնականաբար կլինեն, եթե եղել ենք արաբական խալիֆայության քաղաքացի, բնականաբար պիտի ունենային արաբերեն
փոխառություններ, չէ՞, պիտի վերցնեինք ու ձեր ասենք հիմա համակարգիչի հետ կապված, չէ՞, այդ նորացությունները, այդ բառերը։ Չէ՞, մենք բոլորս ասում ենք համակարգիչ։ Հա, տեսեք, մենք հիմա չհասկացանք թե ինչպես, այո, թե ինչպես համակարգիչը հաղթեց։ Բայց ինքնասոսնձվող ժապավեն չենք ասում ենք սկոչ։ Պիտի բառը հարմար լինի, ինքը բառը ինքն է ըստ իս անտեսանելի ձևով պայքարում։ Օրինակ, ես որպես սովետական քաղաքացի հիշում եմ, որ մեր ժամանակները ոչ մեկը չէր ասում շաքարավազ կամ թթվասեր, չէին ասում։ Բոլորը, ասենք որպես ՍՍՀ-ի քաղաքացի, բոլորը շատ սիրուն ասում էին, չեմ ուզում այդ օտար բառերը շրջանառության մեջ դնել, թող մեր երեխաները չիմանան, բայց հաստատ չգիտեն։ Մեկ էլ հանկարծ տեսակ, որ բոլորը ասում են շաքարավազ եւ թթվասեր, հիմա ով է այն ձևերը ասում, շատ քչերը։ Նույնը կաթնաշոռը։ Այո, բառը ինքը շատ հետաքրքիր է, տեսեք, բառը ինքը իր ճանապարհը գտնում է։ Եվ շատ հետաքրքիր է, իսկ ընդհանուր առմամբ այդ եթե հարմար է նոր ստեղծվող թարգմանվող բառը ստացվում է, այնպես չի կասեն, ասվում է, հետո մարդիկ վերցնում են, օրինակ ասենք այդ մաքրամոլությունը, բառերի մաքրամոլությունը հիմնականում արևմտահայերենի մեջ է ընդունված, որովհետև երբ որ իրենք ապրում են օտար միջավայրերում բնականաբար մարդու պաշտպանական ռեակցիան ավելի չէ, ակտիվ է լինում, ավելի զգոն է լինում, եւ նրանք ուզում են բոլոր բառեր թարգմանել։ Եվ հետո թարգմանված բառը եթե հաջողել լինում, մենք էլ ենք վերցնում։ Շատ բառեր կան, որ ինքնըստինքյան ստացվել են։ Տիկին Մեսրոպյան, շատ քիչ եթերային ժամանակ ունենք եւ ես մի հարցի էլ կուզենայի անդրադառնալ, դա մեր հայրենակիցների Արցախից այստեղ տեղափոխված հայրենակիցների բարբառն է արցախյան։ Ինչ եք մտածում այ պահպանությունը այդ բարբառի այս միջավայրում, որտեղ իրենք հիմի բնակվում են, միմյանց հետ գիտեմ, որ հանդիպելիս շփվում են հենց արցախյան բարբառով, իդեպ հենց իրենք էլ ունեն բազմաթիվ բարբառներ հենց իրենց ներսում, ուղղակի ընդհանրացված ասում ենք արցախյան բարբառ, կա սպառնալիք, որ կարող ենք կորցնել այդ բարբառը, քանի որ կորցրել են տեղայինքը։ Բնականաբար տարածքը կորցրել են եւ վտանգ է առաջանում բարբառը կորցնելու։ Հիմա չէ, ասենք 100 տարի հետո եւ այլն։ Չեմ ուզում բացասական բան ասել, բայց դա լեզվի զարգացման օրինաչափությունն է։ Եթե Վանի նման քաղաքի բարբառը այսօր չկա, Ղարաբաղինը ցավալի է, բայց տարածքը կորչում է, բայց Ղարաբաղի բարբառը համակողմանիորեն ամբողջովին լավ է, որ ուսումնասիրված է եւ ուսումնասիրել են մեր նախորդ բարբառագետները Կարո Դավթյանը, իսկ վերջնականապես Արմեն Սարգսյանը, որը եղել է Ստեփանակերտի համալսարանի ռեկտորը, ինքը շատ հսկայական գործ է կատարել, կա գրավոր մենք շատ ունենք, ասենք բարբառը նաև Տմբլաչի Խաչյանի մոտ եւ այլն, թեկուս Մակար Բարխուդարյանի բարբառային գրականությունը շատ է։ Այ եթե ղարաբաղցիների մի խումբ գնար իրենց գյուղից, ասենք իրենց գյուղից եկել են, չէ, մի գյուղից, գնային Հայաստանի Հանրապետության մեջ ինչ-որ մի գյուղ, իրենց բարբառը կպահպանեին։ Բայց կան գնացողներ։ Կան, օրինակ ասենք Վարդենիսի շրջանում իրենց գյուղական միջավայրով ապրում են, նրանց բարբառը չի կորչի։ Բայց ասենք հիմա հադրութցիները, ասենք տումի բնակիչները, իրենց բարբառը, եթե իրենք էլ չէ ընտրում են Երևանը որպես բնակավայր, մեծ մասը սիրում են քաղաքում ապրել, մարդկանց չես մեղադրի, այդտեղ է ուզում ապրել։ Բնականաբար Երևանում իրենց բարբառը չի գոյատևելու։ Եթե ապրեին Տավուշում,
Բերթում ավելի հավանական է պահպանել իրենց խոսվածքն է, ասենք Ղարաբաղի բարբարի խոսվածք է, Գորիսի խոսվածքը, Ղափանի խոսվածքը մոտ է, բայց եւ տարբերվում է, չէ, խոսվածքային տարբերություններ երկու Ղարաբաղցու միջև էլ կարող է լինել, համագյուղացի միջև էլ կարող է լինել, բայց բարբառը իր բարբառային առանձնահատկություններով, չէ, որի մասին գրել է նաև Հրաչ Աճարյանը, նաև մեր ասացի Արմեն Սարգսյանը, միևնույն է ուզիչուզի տարբերություններ ունենում է, բայց բարբառային միջավայրում կպահպանվի։ Լավ կլիներ, որ ասենք իրենք հիմնականում բնակության վայր գյուղաբնակները գոնե Բերթի տարածաշրջանում միավորվեն կամ Ղափան, այո, գային Ղափանում բնակություն հաստատեն։ Երևանի Ղարաբաղցիները իրենց թոռները կլսենք իմանան, բայց թոռի երեխայից թող այլևս չսպասեն։ Իսկ ընդհանրապես ովքեր որ հայկական միջավայրը լքում են, հայրենիքից գնում են, նրանք ավելի շուտ, նրանք ընդունել բնականաբար այո, տարածքի լեզուն ցավալի է, բայց փաստ է, բայց միևնույն է, որքան էլ որ այս պատկերը տխուր, չէ, հիմա տխուր լինի, բայց մենք չգիտենք պատմության անակնկալների մասին։ Մենք չենք կարող ենթադրություն անել, մոլորակը պտտվում է, չենք կարող էլի, չենք իմանա, ասենք վաղ ինչ կլինի։ Այդ ձեր ասացի մեջ լավատեսություն նկատեցի եւ քանի որ մեր եթերային ժամանակը ցավոք մոտենում է ավարտին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեցիք հրավերը, շնորհակալություն ձեր խորքային մասնագիտական վերլուծության համար։ Սա այն թեման է, որ քիչ ենք խոսում, բայց շատ կարեւոր է եւ վստահ եմ, որ ձեր նման նվիրալները աշխատում են այս ուղղությամբ, իհարկե մարդիկ, ժողովուրդներ պետք է պահեն բարբառները մեկ հատով, մեկ անձով կամ մասնագետով չէ, բայց ձեր խոսքը շատ կարևոր էր եւ ես վստահ եմ, որ այն լավատեսությամբ, որ ավարտեցիք, պատմությունը անակնկալներ է մատուցում, ինչ գիտենք ինչպես կլինի եւ ինչ շրջադարձային պատմական փաստեր կարող են արձանագրվել ի նպաստ մեր բարբառների։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք բանասիրական գիտությունների դոկտոր, բարբառագետ Հայկ Անուշ Մեսրոպյանին։